Ավտոսան Racing 2026-ը ամբողջովին գրավել է ավտոդրայվի եթերը։ Օր 3. Այսօր պայքարի մեջ են մտնում Beckham Sport դասի անձնակազմերը։ B դասի բացումը կատարում է B01 համարը։ Վիտյա Կոմիսարով եւ Հայկազ Մամիկոնյան, Mitsubishi Pajero։ B02 համարն է մեկնարկում։ Վաչե Ներսիսյան, Հայկ Աղեկյան, Jeep Wrangler։ Սուզուկի Ջիմնիով մեկնարկում է Նարեկ Մանասյան, Երվանդ Ասատուրյան անձնակազմը, համար B03։ Հերթական մեկնարկը, բայց արդեն լեգենդար մեկնարկ, քանի որ մեկնարկում է հենց ինքը լեգենդը, Արթուր Թևանյան և Սմիթ Հակոբյան, համար B04, Lada Niva։ Շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Գլխավոր հովանավորը ավտոսան ընկերությունն է, ավտոյուղերի Բարդալ ապրանքանիշով։
KYB ապրանքանիշով։ Մեր պաշտոնական գործընկերը նոր տուն խանութների ցանցն է։ Մշտական աջակիցները՝ Քեշուա Արմենիա, Արզնի կաթ ընկերություն, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահ, EV Center, N Motors։ Առանձնակի շնորհակալություն Multi Group կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդաշարին և Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Ինֆորմացիոն գործընկերներն են Kiss FM-ը, Ռադիո Ավրորան և Ռադիո Պլեյերը։ B05 համարն է մեկնարկում Սամվել Խաչատրյան և Հայկ Մատենցյան, UAZ Hunter։ Իբյոք էտ կախվել ես, հա։ Այկա իբյոք կմնաս Թեև անձնակազմերը մեկնարկում են 2 րոպե պարբերականությամբ, սակայն նրանց միջև տարածությունն այնքան է կրճատվել, որ մեկը մյուսի հետևից լրացնում են պտույտը։ Մրցուղի է դուրս գալիս B06 համարի անձնակազմը՝ Արթուր Պապանյան և Վաչիկ Հախվերդյան, Land Rover Discovery։ Վրանգլերի ու Ջիմնիի բախումը բարեբախտաբար լուրջ չէ։
Jeep Wrangler, որի ղեկին Արթուր Մաթևոսյանն է։ Նրա ղեկապետն է Արտյոմ Սարգսյանը, համար B07։ Հաջորդ անձնակազմն է մտնում մրցովի, B08, Կամո Մարտիրոսյան և Համլետ Գրիգորյան, Mitsubishi Pajero։ Իդեպ Համլետ Գրիգորյանը ամեկ դասում Նարեկ Պապիկյանի ղեկապետն էր։ Մրցաշարի մեկնարկից բավական անցել է, բայց դեռ կան անձնակազմեր, որոնք դեռ նոր պետք է ցեխոտվեն։ Աստիճանաբար գետանցումները բարդանում են ափի սահուն դառնալու պատճառով։ Բոլոր անձնակազմերը ստիպված են մի քանի անգամ կրկնել ափ դուրս գալու փորձերը։ Թվում է պստիկ արվակ է, բայց ինչպես ասացվածքն է ասում, պստիկ է, բայց ճստիկ է։ Արթուր Թևանյանը պտույտի ավարտին ստիպված է մի քանի անգամ հետընթաց կատարել անվադողի ռասբորտի պատճառով։ Եվ ցավոք լեգենդը լքում է պայքարը։ Մենք արդեն 21-րդ դարում ենք, բայց նախորդ դարի կեսերը դեռ ներկա են Արագածի լանջերին գազ 69 ամենագնացի տեսքով։ B09, Արամ Հարությունյան և Սուրեն Հարությունյան։ Նրանք ցույց են տալիս, թե որքան հավատարիմ կարող է լինել ավտոմեքենան։ Երբ խոչընդոտի մոտ հայտնվում է մեկից ավելի մեքենա, ջիփերի լեզվով ասած սկսվում է կինոն։
Հերթը հասնում է B10 համարը կրող անձնակազմին, Արտակ Ավետիսյան և Հայկ Գևորգյան, Jeep Wrangler։ Ինչքան կա, հերիք ա ուրեմն ինձ թվում ա։ Անեմա միջև վերջը պես վերել մնա։ Շնորհակալություն հայտնենք մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերություն, Բարդալ և KYB ապրանքանիշերով։ Պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Արզնիկատ ընկերությունը, Քեշուա Արմենիան, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, EV Center-ը և N Motors-ը։ Իսկ Multigroup կոնցերնի աջակցությունը իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնակի շնորհակալության է արժանի։ Շնորհակալություն Ավտոդրայվ հաղորդաշարին և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Նարեկ, օրթեցեն, կամաց։ Եվս մեկ Jeep Wrangler, այս մեկի ղեկին Արամ Մակարյանն է, ղեկապետ Ռազմիկ Մատինյան, B11։ Մոտ 3 տարեկանից սկսել եմ պապայի հետ մրցաշավերի և արշավների գնալ, սենց ասպես պապաս օֆրոդ ակումբի հիմնադիրներ, գնում էի հետը, 21 թվին առաջի մրցումս քշեցի Իջևանում, X-Drive Trophy Sprint 2021 ստանդարտ դասը, ճիշտ է այդքան լավ չստացվեց ելույթս, բայց փորձ հավաքեցինք, դրանից հետո էլի մի քանի մրցում քշել եմ, ցեխոտ խաղերը նախորդ տարի Կապանում 3-րդ տեղ վերցրի, առաջի անգամ էր, որ ինքս քշելով տեղ գրավեցի։ Հիմա բախտի բերմամբ թե պատահմամբ ապրում եմ Մեծ Բրիտանիայում, տեսել եմ ավտոդրայվից, որ այս սենց մրցում է լինելու, որոշեցի գամ։ Շատ մեծ աջակցություն է ցույց տվել X-Drive ավտոդպրոցը, թե ավտոմեքենայի բերելու, թե իմ տեղափոխվելը կազմակերպելու հարցում, եւ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Կարենի Գարաժ 4x4-ին, իդեմս Կարեն Պասպանյանին, ավտոմեքենայից տեխնիկական վիճակը ապահովելու համար։ 2024 թվականին էլի ես նույն վայրում եկանք, ուզեցանք մասնակցենք, բայց նենց ստացվեց, որ մրցումից առաջ ավտոմեքենան կոնտրեցինք, սովորությանը համաձայն։ Հիմա էլ եկել ենք էլի մեր ուժերը փորձելու, ավտոմեքենան վերազինելուց հետո, տեսնենք ինչ կստացվի։ Մասնակցելու ենք B և C դասերում։ Ավտոմեքենան Jeep Wrangler-ը ամբողջովին գործարանային է ինքը, մենակ անվադողերն է փոխված եւ իդեպ այս ավտոն Հայաստանի ամենաշատ մրցում տեսած ավտոն է։ Ձեզ եկեք մի հատ հետաքրքիր բան ցույց տամ։ Այս ավտոն քշած է 219,000 մայլ, որից 200,000-ը մենակ մրցում է քշած Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, բայց վերջի տարիներին դες չի ստացվում տեղ գրավել։ Հիմա փորձենք էլի տենանք ինչ կդառնա Ավտոսան ռեյսինգին։ Մրցուղի է դուրս գալիս եւս մեկ լեգենդար Wrangler, Հենրիկ Ստեփանյան եւ Գագիկ Կիրակոսյան, համար B12։
Իդեպ Հենրիկը Լոնդոնից հատուկ ժամանել է Հայաստան Ավտոսան Racing 2026-ին մասնակցելու համար։ Մրցուղու վրա տեսնում ենք վրացական անձնակազմին, B13, Գրիգոլ Մշվենյարիձե Շոթա Մաչարաշվիլի,